Մաքրվել կրակով։ Ես ուժեղ եմ և թույլ եմ տալիս, որ իմ կյանքի կրակները զտեն և մաքրեն իմ սիրտը։ Եսայա 48:10 ասում է. «Ահա ես քեզ մաքրեցի և ոչ թե արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղության հալոցում»։ Ոսկին և արծաթը մաքրում կամ զտում են վառարաններում, այնքան բարձր ջերմաստիճանում, որ դրանք հեղուկանում են։ Այդ վիճակում նստվածքը և խառնուրդը բարձրանում են մակերես և տեսանելի դառնում։ Մետաղագործը հեռացնում է նստվածքը, նախքան մետաղը կսառչի և կամրանա։ Այս գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև մետաղը մաքրվի աղտոտ նյութերից և համաձուլվածքներից, որոնք թուլացնում են այն։ Աստված բառացիորեն չի զտում մեզ կրակի հնոցում, Նա ունի այլ միջոցներ մեզ զտելու համար։ Նա օգտագործում է նեղության հալոցը։ Նեղության հոմանիշներից են զրկանքը, անախորժությունը, դժվարությունը, անհանգստությունն ու փորձությունը։ Ոչ ոք չի սիրում նեղություն, բայց ավելի լավ է դիմանալ մինչև վերջ, եթե ցանկանում եք տեսնել գործընթացի արդյունքը։ Սա կարևոր է հիշել, որովհետև փորձությունների բախվելիս հարցը ոչ թե եթե-ն է, այլ երբ-ը։ Երբ որ ջրերից անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերով, նրանք քեզ չեն ողողի։ Երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չպիտի վառի։ Եսայա 43:2։ Մենք անցնում ենք այս նեղությունների միջով, երբ հրաժարվում ենք թույլ տալուց, որ դրանք ճնշեն մեզ։ Մեր Հայրը գիտի, թե ինչ է անում, և այս մաքրման գործընթացը ենթադրում է, որ մենք կրակից դուրս կգանք ավելի զորացած։ Ի վերջո, Աստված ավելի շատ մտահոգված է մեր վիճակով, քան մեր հարմարավետությամբ։ Սա նշանակում է, որ Նա թույլ կտա մեր կյանքում անհարմարություններ, որպեսզի բացահայտի մեր իսկական վիճակը։ Շատ հաճախ մաքրման այս գործընթացը սկսվում է մեր աղոթքներով։ Իրավիճակները սկսում են թեժանալ ամեն անգամ, երբ խնդրում ենք, որ Աստված հեռացնի այն ամենը, ինչը խանգարում է մեր աճին կամ չի հաճեցնում Իրեն։ Կրակոտ փորձությունները բացահայտում են մեր ուժեղ կողմերը և մեր մոլորությունները։ Կոչ եմ անում ձեզ երգելու բոցերի մեջ և թույլ տալ, որ ձեր գոհության աղոթքները հեղեղի ջրերից վեր բարձրացնի, որովհետև Աստված մաքրում է ձեզ Իր նպատակի և ձեզ ուժեղացնելու համար։ Եկեք աղոթենք։ Սիրելի Տեր, բացիր իմ աչքերը, որպեսզի տեսնեմ, որ դժվարությունն ու նեղությունը իրականում ինձ կերպարանափոխելու միջոց է։ Ես գիտեմ, որ ինձ չես թողնի այս մաքրման գործընթացում, ուստի արա այն, ինչ ցանկանում